Mesela herkes
Ողջույն, հպարտ, պատվախնդիր, հյուրընկալու Թասիպով Ստեփանավան։ Ողջույն ձեզ թանկագին լոռեցիներ, դուք ձեր ներկայությամբ, ձեր ամուր կամքով, ապագայի հանդեպ հավատով այսօր լցրել եք այս հրապարակը դրական, անկասելի ուժով։ Ուժեղ Հայաստան դաշինքը այսօր այստեղ է Ստեփանավանում, որովհետև մեր նպատակն է վերականգնել արդարությունը եւ արժանապատվությունը մեր երկրի յուրաքանչյուր քաղաքում եւ գյուղում։ Մենք եկել ենք հստակ ծրագրերով, որոնք տնտեսական վերելք, անվտանգություն ու կայունություն են բերելու Լոռու մարզին եւ համայն հայությանը։ Շնորհակալ ենք այս ջերմ, հուսադրող, ոգեղեն, էներգիայով լի մարդաշատ ընդունելության համար։ Սիրելիներս, մենք հավաքվել ենք փոփոխության համար։ Փոփոխությունը տեղի է ունենալու ձեր կամքով, ձեր ոգով, ձեր քվեով, իսկ փոփոխության համարն է, համար, երեք, փոփոխության համարն է, համար, երեք, համար, երեք։ Մեր հանդիպման առաջին ելույթի համար խոսքը փոխանցում ենք պետականության եւ ազգային արժեքների պաշտպանության դիրքերում կանգնած հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Լիլիա Հարությունյանին։ Համեցեք Տիկին Հարությունյան։ Բարև ձեզ, իմ սիրելի Ստեփանավանցիներ։ Բարև ձեզ, իմ համաքաղաքացիներ։ Այսօր ես ուզում եմ ավելի շատ ոչ թե դիմել ձեզ, այլ այն ստեփանավանցիներին, ովքեր այստեղ չեն գտնվում։ Քանի որ դուք գտնվելով այստեղ հաստատում եք, որ դուք խիստ մտահոգված եք Հայաստանի ապագա ճակատագրի վերաբերյալ։ Հարգելի ստեփանավանցիներ, ես ուզում եմ ձեզ ասել, խնդրում եմ, 1 րոպե կանգ առեք, 1 րոպե սթափվեք, բախվեք իրականության հետ։ Տեսեք, այսօրվա իրականությունը ձեզ գոհեցնում է։ Հիշում եք 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եկավ իշխանության, որքան շատ խոստումներ տվեց։ Ինքը կանգնած էր հազարավոր մարդկանց դեմ եւ տալիս էր հազարավոր խոստումներ։ Բերեք հետ նայենք, ինչ ունենք մենք այսօր։ Ես ասում եմ մենք, ի նկատի չունենալով այն մարդկանց, ովքեր այն ժամանակ 2018 թվականին շատ շուտ կողմնորոշվելով, շատ շուտ հարմարվելով, ամեն մեկը մի փոքր, մի քիչ մեծ, մի քիչ ավելի մեծ պաշտոն ստացան, ծվարեցին իրենց տաքուկ տեղերում, ստեղծեցին իրենց կոմֆորտի զոնան եւ այս տարիների ընթացքում այդ կոմֆորտի զոնայի պահպանողներն են։ Այսօր նրանք փրփուրները բերանին պաշտպանում են ներկայիս իշխանությունը, սուտ խաղաղության թեզը։ Նրանք Հայաստանի ապագայի մասին չեն մտահոգված, բոլորս էլ դա քաչ գիտակցում ենք, նրանք մտահոգված են իրենց տաքուկ տեղերի համար, պետք չէ իրենց հավատալ, դուք կարողացեք տեսնել իրականությունը, սիրելի ստեփանավանցիներ, ես ուզում եմ ձեզ հարց տալ, դուք հաշտեք նրա հետ, որ այսօր հասարակության մեջ գերիշխում է գրեհիկ, լկտի, ցինիկ հրետորաբանությունը։ Արդյոք հարիր է մեր վարչապետին և իշխանական պաշտոնյաներին, երբ ասում են պատին ձեփել, ասֆալտին պարկեցնել, բարձուր լիզել, և դա դարձել է նորմա։
տեսեք համացանցում որքան է այդ լկտի, ցինիկ, անպարկեշտ, անբարո արտահայտությունները տարածված։ Հարիր է մեր ազգին, հայ ազգին նման դիրքորոշումը։ Իհարկե ոչ։ Ճիշտ ասած ամեն անգամ, երբ ես նայում եմ համացանցում տեսահոլովակներ և տեսնում եմ, երբ մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանը համացանցում դատարկ հայացքով տեսախցիկի դեմը կանգնում է, նստում է, երկար նայում է և հետո մի հատ սրտիկ է ցույց տալիս։ Ես զարմանում եմ, որքան է իջել մեր հայ տղամարդու կշիռը և ավելի շատ զարմանում եմ, երբ այդ սրտիկը կրկնում են այլ տղամարդիկ, որոնց մազերը արդեն սպիտակել են, բայց նրանք միևնույն է այդպիսի թեթև վարքագիծ են ցույց տալի։ Հարիր է մեր հայ տղամարդու բաժանում են այսպես կոչված Հայաստանի քարտեզներ։ Դա քարտեզ չի, դա բզկտված մակետ է Հայաստանի։ Եվ որևէ մեկը մի անգամ մտածել է, ինչ խորհուրդ ունի այդ Հայաստանի մակետը բաժանելու մեջ, ինչ նպատակ է հետապնդում։ Իմ կարծիքով, դա միայն իմ կարծիքն է, ինձ թվում է դա խորհուրդ է, որ ապագայում այդ մարդկանց մոտ Հայաստանից մնալու է միայն այդ բրոշը դոշի որպես հիշատակ, քանի որ ամեն ինչ արվում է, որ մենք դառնանք Արևմտյան Ադրբեջան, և դրա մասին Ալիևը չի թաքցնում։ Ուրիշ խորհուրդ էլ կա դրա մեջ, բաժանելով այդ մակետները, Նիկոլը դարձնում է համահանցակից բոլոր նրանց, ովքեր այդ մակետները վերցնում են, վաղվա իր ապազգային դավաճանական գործունեության համար։ Նա կիսում է իր հանցագործությունը ձեզ հետ, ապագա հանցագործությունը ձեզ հետ։ Հարգելի ստեփանավանցիներ, ես ուզում եմ ձեզ ասել, որ այսօր Ստեփանավանում տիրում է և ոչ միայն Ստեփանավանում, Հայաստանում, բայց ստեփանավանցիները շատ լավ գիտեն, որ Ստեփանավանում տիրում է համընդհանուր վախի մթնոլորտ։ Վախեցնում են բոլորին, և պետական աշխատողներին, և մասնավոր աշխատողներին, մասնավոր բաժիններում աշխատող մարդկանց, հորդորում են չմասնակցել ընտրություններին, հորդորում են չմասնակցել հավաքներին, սպառնում են իրենց կարծիքը հայտնելու համար հետապնդել, աշխատանքից ազատել, բարդություններ ստեղծել մոտիկների համար, հարազատների համար։ Ինձ մոտենում են մարդիկ կամաց, շշնջալով, ասում են, մենք ձեզ հետ ենք, բայց կներեք չենք կարող ոչ գրասենյակ գալ, ոչ Երևան, որովհետև ամուսինս զինվորական է, կամ ամուսինս այս ինչտեղ աշխատում է, իրեն արդեն զգուշացրել են, կամ կինս է, կամ հորեղբայրս է, կամ քույրս է, չեք հոգնել այս համընդհանուր վախից, մարդիկ, պետք չէ, ժամանակը չէ ասել հերիք է, մենք հոգնել ենք, Նիկոլ Փաշինյան, դու մեզ խաբեցիր, դու խոստացար արդարություն, դու խոստացար ժողովրդավարություն, բայց դու այսօր բերել ես բռնապետություն, ոստիկանապետություն ես դարձնում մեր երկիրը։ Մեր գողտրիկ գեղեցիկ Ստեփանավանում ամռանը այս ժամանակ երբ դուրս էիր գալիս, լսում էիր թռչունների ծլվլոցը, լսում էիր երեխաները խաղում էին, երեխաների ճիչն էիր լսում։ Հիմա դուրս ես գալիս փողոց, ամեն քայլափոխին պարեկներ են կանգնած, ամեն քայլափոխին միայն լսում ես, կներեք, տր-տր, 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 սազում ամեն Ստեփանավանի նման բան։
Իհարկե չի ստացվում։ Մենք ուզում ենք խաղաղություն, մենք կողմ ենք խաղաղության, մենք երազում ենք խաղաղության մասին, բայց մենք ուզում ենք իրական խաղաղություն, ոչ թե Նիկոլի հորինած խաղաղությունը։ Չի կարող խաղաղություն լինել չարի վերջի հեքիաթի պես խաղաղություն, որ այս տան մենակ խաղաղ լինեք չկրակեք, այն տան միայն խաղաղ լինեք չկրակեք, այդ արժանապատիվ խաղաղություն չէ, դա ստրկային խաղաղություն է, մեզ դա պետք չի, մեր ազգին դա հարեր չէ, մենք քաջ ազգ ենք եղել, մենք հաղթող ազգ ենք եղել, և մեզ պետք է, որ մենք լինենք քաջ և ազնիվ մեր նկատմամբ, մեր սերունդների նկատմամբ, մեր ծնողները մեզ Հայաստան են թողել և մենք պարտավոր ենք այդ Հայաստանը փոխանցել մեր սերունդներին և այսօր մենք կարող ենք դա անել, մենք դեռ ոչինչ չենք կորցրել, մենք կարող ենք ամենը վերադարձնել միայն ճիշտ ընտրություն կատարելով հանդերձ և այդ ճիշտ ընտրությունը ուժեղ Հայաստանն է։ Մենք հավատում ենք Սամվել Կարապետյանին, մենք ստեփանավանցիներս, լոռեցիներս շատ ենք տեսել Սամվել, քաջատեղյակ ենք Սամվել Կարապետյանի գործունեության մասին և ամոթ նրանց, ովքեր այսօր ուրանում են արածը, ովքեր զրոյացնում են Սամվել Կարապետյանի խոսքը, մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանի խոսքը դա գործ է, բայց մենք նաև գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը արժեք չունի, նա կարող է սրտիկ ցույց տալ, ասել բոլորից սիրում եմ, դուրս գա փողոց և պարզվի, օհո, բոլորին չի սիրում եմ նրանց միայն, ով որ իրան հաճոյախոսում է, եթե մեկը իմ դիմանում է, արդեն չի սիրում, արդեն ատում է, արդեն սպառնում է, արդեն ահաբեկում է, դա ինչ սեր է, Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, այստեղ մի բան, մի ժամ հետո օրինակ եմ բերում, օրինակ մետրոյում արցախցի կնոջը վիրավորել սպառնալ, մի ժամ հետո լրագրողը հարցնի, ասի, էդ ինչ էիք ասում, ինչի էիք ասում, ասեց, ոչ, ես նման բան չեմ ասել, այսինքն նա կարող է մի ժամ մի բան ասել, 2 ժամ հետո ուրիշ բան ասել, 3-րդ ժամ հետո լրիվ ուրիշ բան ասել, 4-րդ ժամ հետո ասել, ես ոչ առաջինն եմ ասել, ոչ երկրորդն եմ ասել, ոչ երրորդն եմ ասել, արժեք ունի այդ մարդու խոսքը, արժեք ունի այդ երաշխավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է 300,000 ադրբեջանցի չեն գա, ոչ, Արցախներ են Հայաստան և վերջ, հիշում ենք, չէ, և ես վերջում ուզում եմ ասել, սիրելի ստեփանավանցիներ, պետք չի վախենալ, հաղթահարեք ձեր վախը, որպեսզի մենք վաղը ապրենք ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանի հետ։ Շնորհակալ եմ Տիգրան Հարությունյանին։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել, Սամվել, Սամվել։ Այն տրվում է մի գործի, ով իր բարձր մասնագիտական ունակությունները անդադար ներդնում է մեր գործունեության կայացման և ուժեղ Հայաստանի ու փոփոխությունների իրականացման համար։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Անդրանիկ Գևորգյան։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ, իմ շատ սիրելի լոռեցիներ ջան, մենք այս օրերի ընթացքում բազմաթիվ անգամներ ապացուցեցինք, որ ուժեղ ենք, արժանապատիվ ենք ու ոչ ոք
փոքրիկ խմբակի ներկայացուցիչներից չի կարող մեզ տրորել։ Եվ ես արժանապատիվ լոռեցիների, արժանապատիվ ստեփանավանցիների, հարակից գյուղերի բնակիչների անունից ասում եմ, որ արժանապատիվ հայ ժողովուրդը հունիսի 7-ին Հայաստանի ապագան կործանող իշխանությանը տրորելու է։ Եվ ես պատասխանատու կերպով արժանապատիվ լոռեցիների անունից հայտարարում եմ, որ Հայաստանը կարիք ունի ուժեղ առաջնորդի, ուժեղ ղեկավարի, Սամվել Կարապետյանի, Սամվել Քոչարյանի, Սամվել Քոչարյանի։ Ստեփանավանցիներ, սիրելի հայրենակիցներ, ուրթանեցիներ, վարդապլուրցիներ, բոլոր գյուղերի բնակիչներ ջան, ես ուզում եմ շատ հակիրճ ներկայացնել ուժեղ Հայաստանի, ուժեղ ծրագիրը, որը մենք կյանքի ենք կոչելու հունիսի 7-ից սկսած։ Առաջին 300,000 նոր աշխատատեղեր, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% ավելի էժան դեղորայք, բերքի երաշխավորված մթերում, 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ, թոշակների ավելացում ամսական 12,000 դրամով, բժիշկների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում 20%-ից 25%, 0% ծայրահեղափոխություն Հայաստանում, գործնականում անվճար կրթության հնարավորություն ուսանողներին, ժամկետային զինծառայություն 1 տարի, ժամկետային զինծառայողներին ամսական 40,000 դրամին համարժեք աշխատավարձի հատկացում և տարեկան 1000 բնակարան 50% զեղչով, տուրիզմի ոլորտում կիրականացվի 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում, բնակարան ամեն 5-րդ ծնվող երեխային, 2 միլիոն դրամ 4-րդ ծնվող երեխային, սա ուժեղ Հայաստանի ուժեղ ծրագիրն է։ Հունիսի 7-ին արժանապատիվ հայերով կատարելու ենք արժանապատիվ ընտրություն, հանուն Հայաստանի ապագայի, հանուն փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար, շնորհակալություն։ Գևորգյանին, սիրելի Ստեփանավանցիներ, ձեր այստեղ գտնվելը, ձեր համախմբվածությունը, ձեր միասնությունը դառնալու են փոփոխությունների կայացման գործում ամուր հենասյուն եւ պաշտպանիչ վահան եւ փոփոխությունները իրականանալու են միայն Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել! Սամվել! Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ, ազնիվ ու պատվախնդիր գործիչ Սերգեյ Սուքյասյան։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջույն թանկագին լոռեցիներ, ես կխոսեմ միայն հաղթանակից։ Շուրջ 40 տարի
ընտրական գործընթացների մեջ լինելով ես հաղթանակի հոտը շուտ եմ առնում։ Տեսեք ինչպես են ձևավորվում ուժեղ Հայաստանի դաշինքի հանդիպումները եւ պատահական չէ որ մի փոքր ուշացումով մոտեցավ թիմը, որովհետեւ տոնախմբություն է ամեն մի բնակավայրում, որտեղ կանգառ է եւ դիմավորում են մեր հզոր թիմին, ուժեղ Հայաստանին, որովհետեւ սպասումով են դիմում, հույսով են դիմում, հավատով են դիմում, անկեղծորեն են դիմում եւ վստահ եմ, որ շատ ու շատ համայնքների ժողովուրդը, բնակչությունը, ընտրողները չունենալով այդ հնարավորությունը յուրաքանչյուրը իր բնակավայրում տեսնի մեր հզոր թիմի ներկայացուցիչներին, առանձնապես ու հատկապես թիմի ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Եվ արդեն համոզմունքով լսելով արդեն երկար ժամանակ ամիսներով այն ծրագրերը, այն խելամիտ ուղղությունները, որոնք ներկայացվում են մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմից, մեր թիմի ղեկավար Նարեկ Կարապետյանի եւ թիմի բոլոր անդամների կողմից, նրանք գրավիչ են, նրանք անկեղծ են, նրանք հուսադրող են, դրա համար էլ մեր հանդիպումները տոնախմբություններ են, ոչ թե զորով, շանտաժի, բիրտ ուժի գործադրմամբ բերեն, հավաքվեն եւ նկարվեն։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալ լինեմ եւ Նարեկին Կարապետյան եւ մեր առաջնորդին առաջնահերթ եւ թիմի բոլոր անդամներին, որ այս ամիսների ընթացքում այսքան բռնությունների, ճնշումների ներքո կարողացել են գեներացնել հարյուրավոր, 100,000-ավոր հայերի միտքը, ցանկությունը։ Չեմ ուզում խոսել այն ծրագրերից, որոնք ներկայացնում է ուժեղ Հայաստանը, որովհետև ժամանակ այդքան չենք ունենա։ Չեմ էլ ուզենա ներկայացնել այժմ այն ծրագրերը, որը առաջնորդությամբ Սամվել Կարապետյանի տասնյակ տարիներ թիմը, ընտանիքը գործել է անկեղծորեն առանց աղմուկի, աղաղակի, իշա մեր ժողովրդի, բարօրություն մեր երկրի։ Եվ չեմ ուզում ներկայացնեմ նաև այն ցանկը, դա էլ շատ երկար կտևի։ Հավատացեք, չեմ էլ ուզում ներկայացնեմ, չեմ էլ ուզում անունը տամ գործող վարչախմբի եւ նրա ղեկավարի կատարված բացասական եւ հանցավոր քայլերը։ Դրանք էլ շատ երկար են տևելու, այլ կուզեմ խոսել հաղթանակից։ Ինչպես կարող են այսօր, այս պահին, երբ հունիսի 7-ին խաչվում են երկու ճակատագրական մարդու մեծ պատվով եւ ամենայն հարգանքով բոլոր այն քաղաքական ուժերի, որոնք առաջադրվել են, բայց ամեն մի բանական մարդ հասկանում է, որ պայքարը մեր երկրի ճակատագրի, մեր ժողովրդի վաղվա, մեր անվտանգության, մեր զարգացման համար հիմնականում կայանում է երկու ուժերի միջև՝ իշխանական քանդող պետություն կուսակցության եւ մեր ուժեղ Հայաստանի։ Գիտեք, եթե մի փոքր անգամ ծանոթ լինեք Սամվել Կարապետյանի ընտանիքին առհասարակ, իր ծննդից սկսած մինչև իրենց գործունեությունը ողջ պատիվ, փառք ու պատիվ նաև բոլոր անդամներին իրենց ընտանիքի, գերդաստանի, որոնք տասնյակ տարիներ լուռ ու մունջ, սուս ու փուս ամեն բան աջակցել արել են, որ մեր օրը լավ լինի, մեր խնդիրները լուծվեն։ Եվ համաձայն չեմ այն մտքի հետ, որ Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ չի եղել։ Նա տասնյակ տարիներ եղել է տնտեսական քաղաքականության մեջ եւ ամենամեծ տնտեսական քաղաքականություն վարողն է եղել եւ այժմ էլ վարում է այնպիսի մեծ ներդրումներ, այնպիսի ծավալի աշխատանքներ, որոնք կատարվել են առանց իշխանության որևէ ձևով ցանկության եւ այն ժամանակ, երբ որ գործող վարչախումբը քանդ ու քարապ անելով, պատահական հայտնվելով իշխանության ղեկին, ստերի ու խոստումների միջոցով, օգտագործելով ժամանակի քաղաքական իրավիճակը
նաև թույլ ավելի կարգապահական եւ կուսակցական բացերը օգտվեց աշխարհաքաղաքական մի շարք խնդիրներից, գործոններից եւ կարողացան զավթել իշխանությունը։ Եվ հիմա տասնյակ տարիներ ամբողջովին տրված իր երկրին, հայրենիքին կատարած այնպիսի աննախադեպ ծրագրեր, որոնք վաղը իսկապես իրականանալու են։ Դրա համար հաղթանակից ենք միայն մենք խոսում։ Չկա պարտություն։ Այս պահին Սամվել Կարապետյանը ունի ավելի մեծ իշխանության, ավելի մեծ ազդեցություն, քան գործող վարչախումբը։ Վկա են այն բոլոր հանդիպումները, այն բոլոր եթերային հարց ու պատասխանները, բանավեճերը, այդ ամբողջում միարժեք երևում է, որ Սամվել Կարապետյանն է լինելու հաջորդ վարչապետը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սիրելի բարեկամներ, ուզեմ ընդամենը ասել, որ պետք չէ վախենալ, Տիկին Լիլիան եւ շատերը խոսում են այդ վախից, դա բնորոշ չէ մեր ուժին, բնորոշ չէ մեր առաջնորդին, թիմի անդամներին, բոլորին, մեծ ու փոքր, այդ զգացողությունը, վախը, սարսափը ոչ միայն բնորոշ է, այլ հիմա ուղեկցում է նաև վարչախմբի ղեկավարին եւ իշխանությունը գրաված եւ այսօր էլ պայքարելու, որպեսզի երրորդ հաջորդ աննախադեպ նաև ժամկետը մեր պատմության մեջ ունենալու, որպեսզի կարողանան կոծկել, որպեսզի չեզոքացնեն մեր պետության այն կառույցները, նրանց ազդեցությունը, որոնք վաղը դատապարտելու են մեր սահմանադրական, օրինական օրենքերի համաձայն, բոլորին հատ առ հատ կանչվելու են եւ ենթարկվելու են պատասխանատվության։ Վախենալ պետք չէ, ճնշումներ էլի կլինեն, այսօր էլ են եղել, հարյուրավոր խուզարկություններ, ճնշումներ, միևնույն է, դա ավելի է ամրացնում ուժեղ Հայաստանին, որովհետև ուժեղ Հայաստանի առաջնորդը հաղթող տեսակն է, ուժեղ Հայաստան թիմը հաղթող տեսակն է, այն արդեն հաղթել է, պարզապես շատ կարևոր մի բան, պետք է մեր բոլորի բարձր մասնակցությամբ արձանագրենք այդ հաղթանակը եւ այդ ամենը բերելու են այն փոփոխություններին, որին տասնամյակներ երազում է մեր ժողովուրդը։ Հավատացեք, այդ հաղթանակի, այդ փոփոխությունների հոտը անգամ գալիս է, դրանք շատ մոտ են, հունիսի 7-ին բոլորս միասին եւ այս 10 օրը վերջին մասը մեր հաղթարշավի պետք է ճիշտ օգտագործել։ Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, պետք է յուրաքանչյուրին մոտենալ տուն առ տուն, մեծ, փոքր, մեր հիմնական շարժիչ ուժը երիտասարդներն են, ավելի միջին ասված մակարդակով բարձր, որոնք հասկանում են ինչ է տեղի ունենում, հասկանում են ուր է տանում վարչախումբը մեր երկիրը, հասկանում են, որ այդ փոփոխությունները բերելու են մեզ լրիվ այլ մեր երազանքների Հայաստանին։ Ուստի ցանկացած մեկին, հարևանին, բարեկամին, հարազատին պետք է բացատրել մանրամասը, բոլորը դրա կարիքը ունեն։ Ավելորդ չէ նշել, որ սոցհարցումների արդյունքում չկողմնորոշվածների թիվն է բավականին մեծ, չմասնակցողների թիվն է շատ մեծ։ Հավատացեք, այդ հիմնական խմբում են նաև մեր հաղթանակը վերջնականապես արձանագրող մեկ փուլով եւ առանց որևէ կոալիցիայի հաղթանակի, այնպես որ պետք չէ զլանալ, վախենալ, պետք է դուրս գալ, ցանկացած մեկին բացատրել, տանել դեպի մեր վաղվա փոփոխություններով օրը, սիրելի հայրենակիցներ։ Այդ ամենի համար պետք է կազմակերպված գնալ այդ փոփոխություններին եւ հունիսի 7-ին արձանագրել այդ հաղթանակը։ Փոփոխությունների համար 3, փոփոխությունների համար 3, փոփոխությունների համար 3։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք եւ մեր այսօրվա հավաքի քաղաքական ամփոփիչ ուղերձը, մեր համատեղ անելիքները եւ հաղթական քայլերը ներկայացնելու համար խոսքը տրամադրում ենք
Ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ, լորվա արժանավոր զավակ, եռանդուն ու բանիմաց, հավասարակշիռ, բայց ուժեղ Նարեկ Կարապետյանի։ Նկարվենք ժողովուրդ, գնացինք։ Մեկ, երկու, երեք։ Սիրելի լոռեցիներ, սիրելի ստեփանավանցիներ ջան, ո՞նց եք։ Մի հատ պատմություն պատմեմ, երբ ինձ հարցնում են, ասում են ո՞նց եք վերաբերվում։ Ձեր հարևան օրինակ գիտեն, որ Տաշիրի կողքը Ստեփանավանն է, ստեփանավանցիներին մի պատմություն եմ պատմում։ Ընդհանրապես հայերը սովոր են հարևաններին անուն դնել։ Միշտ կա, չէ՞, Մարտունիում Քյավառ, Քյավառում Մարտունի, սենց բաներ կա, չէ՞։ Ես մտածում եմ, ասում եմ, այ մարդ, այսքան տարի ապրեցի, մի հատ անուն չկարողացանք գտնենք, որ դնենք այս ժողովրդին։ Եթե դրախտում հայերը ընկնելու են, ասում եմ, մի 10 անգամ ասել եմ, կեսը Ստեփանավանցի է լինելու, որովհետև բոլորը բարի։ Տարբերակողը, էդի բարիությունն է, ընդհանուր լոռեցիներին հատուկ բարիությունն է, ամբողջ լոռին բարի է ժողովուրդ, բայց Ստեփանավանը հատուկ բարի է։ Այսքան տարի եկել գնացել եմ, մենակ բարի բան եմ տեսել ստերից, մենակ լավ բան եմ տեսել, դա հյուրասիրությունն է, դա շատերը միամտության հետ են խառնում, բայց բաց սրտությունն է մարդկանց, որը օգնում է ստեղի ժողովրդին միշտ վառ պատկերացնել։ Հիմա տեսեք, մենք ունենք հյուրասեր ժողովուրդ, մենք ունենք դեմը պատմական ամենահայտնի բերդերից մեկը, մենք ունենք ամենաուժեղ դենդրոպարկը Հայաստանի, մենք ունենք մի հատ բնություն, որ այսօր ավտոբուսով գալիս էինք, մեր հյուրերը ասում են ոնց որ դրախտի պատկերը լինի, ոնց որ դրախտը սենց ենք պատկերացնում, արևը որ խփում է, դաշտերը կանաչ, ժողովուրդ այս ամեն ինչը ունենք, սա յուրաքանչյուր մարդ կերազեր, գար տեսներ Միշտադարյան Աշոտաբերդը, գնար դենդրոպարկ, գար ժողովրդի հյուրասիրությունը ընդուներ, տուրիստները ուր են, ուր են տուրիստները, եկանք, զբոսնեցինք, տուրիստ չկա, ամեն ինչ կա, մարդիկ ամենաբարի, ամենահյուրընկալ մարդիկ են, բնությունը ամենալավն է, կլիման ամենալավն է, դենդրոպարկը կա, պատմական հիշողությունը կա, տուրիստը ուր է, գիտեք ուր է տուրիստը, տուրիստը չգիտի, տուրիստը բանով չեն զբաղվել, ժողովրդին ստեղ բերել, տուրիստներին ստեղ բերելու մասին չեն մտածել, մտածել են մի երկու թեթև գործ անեն, ասֆալտ անեն, ժողովրդին ուշադրությունը դրա վրա շեղեն, ժողովուրդ, մենք ոսկու պարկի վրա նստած ենք, աշխարհում ամենաշատ եկամուտը տուրիզմն է բերում, ոսկու պարկի վրա Ստեփանավանը նստած է, ու այդ պարկի կողքը գարի է մանգալի, ամենա լավ բնությամբ, լավ ժողովուրդը, մի հատ բան էր պետք է 8 տարվա մեջ անել, մշակել տարածաշրջանային զարգացման մոդել, Աշոտաբերդի համար գեղեցիկ, վերակառուցում չէ, պատմականորեն վերականգնել Աշոտաբերդը ու իր շրջակայքը, լոռի բերդը ընդհանուր, դենդրոպարկի շրջակայքը, մարդկանց բերել, հյուրանոցներով, այստեղ մնան, կենտրոնը վերականգնել, ու այստեղ հազարավոր մարդիկ էին գալու, այստեղ տասնյակ լեզուներ էին լինելու, բայց այդ ամեն ինչի փոխարեն որոշել են գան, միկրոֆոնով գյուղերում քայլեն ու Սամվել Կարապետյանի անունը տան, իբր իշխանություն են, իշխանությունը իր կատարած գործերից պետք է խոսա, ինչ է կարել, մի քանի մետր ասֆալտ են արել, այ մարդ, ասֆալտչիկ չենք ընտրում, վարչապետ ենք ընտրում, վարչապետը հարստացնելու է Հայաստանը,
Մեզ պետք է վարչապետ, մեզ պետք է երկրի ղեկավար, որ հարստացնի Հայաստանը, որ մեր երկիրը իրապես հարուստ լինի, որ մեր քաղաքացիները պետության հույսին չլինեն, մարդիկ գանձնեւ վայելեն, այն ինչ, այն 2 օրը, 3 օրը, որ հնարավորություն ա տրվում, ես գալիս եմ, իմ համար դրանից լավ ժամանակ չկա, որովհետև վայելում եմ ես բնությունը, մարդկանց ամեն ինչը, եկեք թույլ տանք, որ ամբողջ աշխարհն էլ վայելի, եկեք ստեղծենք իրապես զարգացող տարածաշրջան, քաղաք, տուրիզմով ապրող Ստեփանավանի ընդհանուր շրջան, ու որ Հայաստան եկող ամեն մարդ գոնե 2 օր գա այստեղ ապրի։ Սա է ճանապարհը, սա է հարստության ճանապարհը։ Ու մենք իմանանք, ու մենք վստահ կլինենք դրանից հետո, որ գալուց ավելի ուրախ ենք ձեզ տեսնելու, ավելի բաց սիրտ ենք ձեզ տեսնելու, մեր հայրենիքը ավելի պայծառ ենք տեսնելու, ոչ թե մարդկանց, այն քիչ աշխատանքը, որ իրանք թողել են, ապահովել են պետական աշխատողներին, պետական աշխատանք կատարողներին, մարդկանց շանտաժի ենթարկենք, ախր ես աստվածային բնության մեջ, այ ձեր ցավը տանեմ, ինչ շանտաժ, ինչ հակառակություն, վայելի, ինչպես մեր հայտնի Լորեցին է ասել, ես աշխարհը շեն ու լի վայելի, Թումանյանն ասել։ Սիրելի Լորեցիներ ջան, իրար հետ մեծ փոփոխություն պետք է անենք, լավ Հայաստան կառուցելու, ուժեղ Հայաստան կառուցելու, ուժեղ Հայաստանը ստեղծվում է ձեր լավ կյանքից, իրար հետ ստեղծենք այդ լավ կյանքը, իրար էլի միշտ ամեն անգամ անցնելուց ուրախ տեսնենք, այսպես բարի տեսնենք իրար ու նենց երկիր կառուցենք, որ մենք էլ գոհ լինենք, թե ուր ենք ապրում, ամեն անգամ նույն տմբիրի մեջ չընկնենք, ամեն անգամ նույն դասարան չմնանք, անցնենք այս դասարանը, տեղափոխվենք նոր դասարան, իրար հետ Ստեփանավանցիներ ջան, իրար հետ Լորեցիներ ջան, բոլորով Շնորհակալ եմ շատ։ Ամենակարևոր բանը գնում ենք ընտրության, ժողովուրդ։ Ով չի գնում ընտրության, ալարում է, սերիալ է նայում, գործ է անում ուրիշ, ընտրվում է Փաշինյանը, քո ձենը գնում է Փաշինյանին։ Չենք նայում սերիալ, ընկերները չեն գնում սիրուն դաշտերում ուտել խմելու, գնում ենք ընտրության։ Ընտրությունից հետո սարքում ենք լավ երկիր, գնում ենք դաշտեր ուտել խմելու։ Իրար հետ, ապրեք շատ։ Սիրելի Ստեփանավանցիներ, մեր այսօրվա հավաք հանդիպումը այսքանով չի եզրափակվում։ Այժմ ձեզ անակնկալ կերպով ողջունելու է մարդ, ով բազմիցս իր խոսքը ապացուցել է գործով հայ տղամարդու, հայ ուժեղ տղամարդու մարմնավորում, ստեղծարար աշխատանքի խորհրդանիշ, բարերար բարեգործ, ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ, Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Սիրելի ուժեղ Ստեփանավանցիներ, ողջունում եմ ձեզ, արդեն գրեթե մեկ տարի է ինչ և գտնվում են կալանքի տակ, եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո և պառակտված վիճակում։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել, կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն, նոր գործարաններով, 300,000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը,
եւ պաշտպանությունը։ Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական հայկական սրտերով, արգելի հայրենակիցներ, մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի մենք ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։ Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք, արտարությունը հաղթելու է, ուժեղ Հայաստանը հաղթելու է։ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի տեսաուղերձն ենք լսում։ Շնորհակալություն, սիրելի Ստեփան Ավանցիներ, ձեր վճռականությունը հավատը մեր հաղթանակի ամենամեծ երաշխիքն է։ Հուլիսի 7-ին միասին գնում ենք ընտրությունների, հանուն ուժեղ եւ անառիկ հայրենիքի, միասին փոփոխություններ ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ հիշեք, փոփոխության համարն է համար, շնորհակալ ենք։
Բագնացեք, եկան գացեն գնաց։